Ինչեր ասես, որ չեն անում աշխարհի առաջնորդներն իրենց հանրային իմիջի համար։ Երաժշտությանն են դիմում հատկապես նախընտրական շրջանում։ ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինտոնը 1992-ին սաքսոֆոն նվագեց հեռուստաեթերում, որպես նախընտրական քարոզարշավի մաս։ Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփը ավելի շուտ հայտնի է իր այս պարային շարժումներով։ Բայց քչերը գիտեն, որ նա ժամանակին նաև վոկալով է փայլել Էմmy մրցանակաբաշխության բեմում։ Աշխարհը տեսել է նաև Պուտինին դաշնամուրի մոտ։ Դաշնամուրը լավը չէր, դժվար էր, հաջորդ օրն արդարացավ Ռուսաստանի նախագահը։ Դրանից առաջ հեռավոր 2010-ին էլ, երբ Պուտինի համար արևմուտքը հակառակորդ չէր, այլ հանդիսատես, նա միկրոֆոնն առավ ձեռքը, հոլիվուդյան կինոաստղերի առաջ երգելով Blueberry Hill-ը։ Առաջնորդների ձայներից, սակայն ամենատպավորիչը Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարակ Օբամայինն էր։ Ֆրանսիայի նախագահը հաճախ է երգում, բայց ոչ միայնակ։ Կնոջը Բրիջիտ Մակրոնին վերջերս տեսան DJ-ի վահանակի առջև։ Երգեր գրելու հարցում առաջնորդներից գերակտիվ է Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։ Թուրքմենստանի առաջնորդը կանանց, երկիրը եւ անգամ իր ձիուն է գովերքում, ռեփեր հեղինակում, դրանք թորների հետ ձայնագրում ու կատարում։ Հարվածային գործիքները տանից դիվանագիտական դաշտ է բերել նաև Ճապոնիայի ներկայիս ղեկավարը, երկրի առաջին կին վարչապետը մոլի թմբկահար ու ծանր մետալի սիրահար է։ Իրական Հայաստանի մասին անհաշվելի ելույթներից հետո Հայաստանի վարչապետը եւս ձեռքն առավ երաժշտական փայտիկները, կնոջ նվիրած թմբուկների վրա պարապեց, իր գաղափարախոսությունը գովերքող երգ հեղինակեց ու այն առաջին անգամ կատարեց կուսակիցների համար։ Ապա նվագախումբ հիմնեց Վարչաբենդ անունով ու հանրությանը հրավիրեց դիսկոտեկի իր հարվածային հնչյունների ներքո պարելու։